Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է Արելիքսում հայատառ, հիշատակելով, որ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը եւ որ այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը պետք է հիշենք բոլոր զոհերին եւ կենդանի պահենք նրանց հիշատակը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ պետք է շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության։ Հիշեցնելով, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանում հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն։ Զախարովան ասել է, թե այդ վկայությունների համաձայն 1915 թվականին ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է ոչ պակաս քան 350,000 հայի։ Դիվանագետի խոսքով Մոսկվան առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը եւ անկեղծ սրտակցություն է հայտնել հայ ժողովրդին։ Միացյալ Նահանգների կոնգրեսականներ, սենատորներ դատապարտելով 15 թվականի թուրքական եղեռնագործությունը, հայկական ջարդերն ու տեղահանությունը շեշտել են նաև, որ նրանցից շատերը ապաստանել են հենց Միացյալ Նահանգներում, իրենց հարուստ մշակույթը գենոֆոնդը բերելով Միացյալ Նահանգներ, նաև իրենց նպաստը բերելով երկրի զարգացմանը։ Էնդի Քիմ, Ադամ Շիվ, Բրեդ Շերման, Ֆրենկ Փալոն նրանց ելույթներում կարմիր թելի պես է անցնում 1915-ից Օսմանյան կառավարությունը սկսեց իր տարածքից հայ ժողովրդին արտաքսելու հարցով պլաններն իրականացնել։ Իրադարձություն, որը համապատասխանում է ցեղասպանություն բառի սահմանմանը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, ասել է ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի, բայց այն այժմ հրապարակային դարձնելը ճիշտ չի համարել։ Ձերբարտությունները Սերժ Սարգսյանին ոչ զարմացնում են, ոչ էլ զայրացնում, պարզաբանել է, թե գուցե դա պայմանավորված է նրանով, որ շատ երկար է ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավելի։ Անկախության հռչակագրից հրաժարումի մասին խոսելով Սերժ Սարգսյանն ասել է, թե չի կարծում, որ կկարողանան հրաժարվել հռչակագրից, որովհետև ըստ նրա չեն հասցնի։ Սարգսյանը նաև հայտարարել է, թե փողոցային պայքարը կառաջնորդի նա, ով այդ առաքելությունը կկարողանա ստանձնել, ավելացրել է, որ ինքը չի ստանձնի երկրի ղեկավարությունը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ին նախօրյակին կոչ է արել միանալ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին։ Միլանի Ինտերի կիսապաշտպանը կոչը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջահերով երթը ի դեպ անցկացվում է 1999 թվականից արդեն 26 տարի։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։